Նիկոլ Փաշինյանն էր 2018 թվականի նոյեմբերին Facebook-յան ուղիղ եթերում հայտարարում, որ մենք որևէ կերպ չպետք է միջամտենք եկեղեցու գործերին, այդ ինչ փոխվեց։ Իրավիճակը փոխվել, իրականությունը ժողովրդի լայն շրջանակներին հայտնի, որ մեր եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ, ովքեր պետք է եկեղեցում չլինեն, ովքեր սրբազան կոչվելու իրավունք չունեն։ Դուք ձեր կառավարության ծրագիրը չեք իրականացրել, դուք ինչու հրաժարվել։ Կառավարության ծրագիրը իրականացնելու համար երևի մի շաբաթ 10 օրից, այս հաջորդ շաբաթ չէ, մյուս շաբաթ ազգային ժողովում հաշվետվություն առնելու կգաք, ես նախորդ հարց տվողին խնդրեցի, որ այսօրվա խորհուրդը ուրիշ է, փորձեք եկեղեցուն առնչվող հավատքին առնչվող պատասխաններից հարցեր են առաջանում, եկեղեցի թողեցիք Արցախում։ Ես եկեղեցի չեմ թողել Արցախում։ Իշխանության մաս եք, անձամբ նկատի չունեմ դուք, իշխանությունը։ Էլի փորձում եք էլի քաղաքական հարցեր տակ այսօր։ Քաղաքական, ձեր հարցը։ Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, անցանք առաջ։ Հաճելի չի դրա համար, որովհետև Հարցադրումը չի հաճելի, դուք շատ հաճելի եք։ Ես գիտեմ, որ ես հաճելի անձնավորում եմ։ Շատ լավ, հա։ Բայց դուք հարցին պատասխանեք։ Չեմ պատասխանում ձեր հարցին։ Պարոն Գալումյան, բայց ինչի միայն հիմա հիշեցիք, այսինքն հեղափոխությունից 8 տարի անց միայն հիշեցիք, 7 տարի անց միայն հիշեցիք, որ կներեք ուշեկը։ Իրականությունը ավելի հայտնի է դարձել ժողովրդի լայն շրջանակին, որին պետք է արձագանքել։ Գալումյան, իսկ ով հայտնի դարձրեց կամ այդ խոսակցությունները ընդհուպ մինչև բամբասանքների մակարդակի ով դա հայտնի դարձավ ավելի շատ նրա հաշվին, որ այդ մարդիկ չեն հերքում այդ իրականությունը։ Հենց դրա համար էլ ինքը չեն կարող մեր օրակարգի մեջ չմտնեն, քանի որ մենք ժողովրդի լայն շրջանակների կողմից մաքուր արդար ընտրությունների միջոցով իշխանության եկած քաղաքական ուժ ենք։ Բայց ձեր ծրագրում չկա եկեղեցու վերաբերյալ։ Մեր ծրագիրը քաղաքական, տնտեսական է։ 26 թվականին ընտրություն կլինի, եթե դուք այդքան ժողովրդի անունից խոսում եք, եւ այդ ծրագիրը այս ձեր արշավը, այսպես եկեղեցու հոգեվորականների դեմ, ծրագրում ներառեք եւ տեսեք ժողովուրդ ունի աջակցություն ունեք, թե ոչ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ օրինակ թե Փարաքարում, թե երկրորդ քաղաքում Գյումրիում ժողովուրդը ձեզ չի աջակցում այլևս։ Ձեզ թվում է, որ ժողովուրդը մեզ չի աջակցում։ Փաստերով խոսանք, Գյումրիում օրինակ մեծ քաղաքական ուժը քաղաքացիական պայմանագիրն է։ Հասկացա, բայց մեծ թիվը ընտրեց ոչ ձեզ։ Ոչ, այո, կան այնտեղ բաժանված մասեր, որոնք միացել են եւ թիմ բաժանված մասեր, որոնք հնարավորություն են ունեցել թիմ ձևավորելու։ Խոսքը ղեկավարելու միավորվելու մասին։ Օրենսգրքի խախտում են արել կամ օրենքի խախտել։ Չեն արել։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Մարդիկ միավորվել են եւ խնդիրն է, որ դուք ճիշտ չեք ձևակերպում։ Քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ամենաուժեղ քաղաքական ուժն է։ Բայց դուք հաշտ չեք կարծես թե այդ Ձեզ թվում է, մենք անօրինականության հետ չենք հաշտ։ Ինչն է անօրինականությունը։ Այն ինչի համար այսօր Գյումրիի քաղաքապետը կալանքի տակ է։ Ուղղակի ստացվում է այնպես, որ քաղաքապետը, որ ձերոնքական չի, ինչ որ տարբերակներ է գտնում, որ նրան արանքից հանեք եւ ձեր մարդուն։ Որ կոնկրետ օրինակներ տակ կոնկրետ հարցին կպատասխանեն։ Որտեղ օրինականության հետ կապված խնդիր կա, այնտեղ մենք փորձելու ենք օրինականություն վերականգնել։ Մասիսի քաղաքապետը ինչի։ Թողեք պաշտոնավարի հետ օրինականության։ Անօրինական պաշտոնավարի։ Այսինքն մարդը եթե ընտրվում է դառնում է։ Այսինքն թողենք Լուկասյան Վարդանը կաշառք վերցնի, տարածք օրինականացնի, մի քանի տարի հետո դրան քաղաքական գնահատական տանք։ Մի քանի տարի հետո օրենքը դրա համար նախատեսված գործընթացներ ունի։ Այսինքն ընտրված համայնքապետին տանեք նստեցնեք, պարոն Ղալոմյան, ասեք դու մի պաշտոնավարի հետ որոշում ընտրված համայնքապետ կարա սպանություն այն, թողենք ընտրությունների ժամանակ գնահատական տանք, էս էլ այլ հարց։ Ձեր տեսանկյունից ասա որ այլ հարց չի, սա օրենքի մեջ չի տեղավորվում, օրենքը արձագանքել է։ Դուք չեք մտաբերում Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին, ովքեր ուղիղ եթերում են մարդկանց ծեծում, ոչ ուղիղ եթերում են ծեծում, բայց այդ մարդիկ ինչի պատասխանատվության չեն։ Ձեզ թվում է թե չեն ենթարկվում։ Կալանքի տակ թաղապետ ա եղել, ոնց չեն արձագանքում։ Հիմա ազատության մեջ է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։ Ռազմիկ Մկրտչյանը, Տիգրան Տեր-Մարգարյանը ոչ ոք ախր դա ԿՊ-ի հետ կապ չունի իր ԿՊ լինելը։ Եթե ինքը օրենքի խախտում արել, օրենքը բոլորին արձագանքում է նույն ձևով, օրենքի սահմաններում։
Կալանքը պատժի միջոց չի կիրառվում ընդդիմադիր Դա արդեն համայնքապետերի օրենքի խնդիր է, կալանքը ինչ է նախատեսեմ, դա այդ հարցերով ես չեմ կարող պարզաբանել։ Կարամ նշեմ, որ կապ չունի ԿՊԱ-ական է, թե ԿՊԱ-ական չի։ Պարոն Ղալամյան, կներեք, հիմա դուք էլի եկել եք երկրորդ անգամ մասնակցում եք մի անգամ եմ մասնակցում։ Նախորդին էլ այստեղ չէ։ Հա, կներեք, լավ։ Դա ինչի չկայիք նախորդին։ Հա, նախորդին չկայ։ Աշխատանքի բերումով չի ստացվել, այսօր Հիմա դուք այսօր եկել եք, այդքան քննադատվեց, որ սա սրբապղծությունը այստեղ պատարագի մասնակցելը սա կեղծ է, կարգալուց եղած քահանան չի կարող պատարագ մատուցել։ ով է քննադատում։ Մայրաթորը պաշտոնական Այդ մայրաթորի այդ մարդիկ ա որ պիղծ են, մենք պիղծ չենք, որ պատարագ ենք։ Այսինքն բոլոր հոգևորականները պիղծ բոլոր հոգևորականները պիղծ չեն։ Բա Կան հիմա մարդիկ, ովքեր կարգապահական հանձնաժողովն է, հանձնախումբն է կարգալույց արել, կարգապահական հանձնաժողովում բոլորին ճանաչում եք, ես այդ կարծիք չեմ կիսում, ստեղ եմ, օրենքի խախտում չեմ անում, եկել եմ Հիմա ասում եք, որ կարգալույց ոչ ոք իրավունք չունի նրան կարգալույց անել չկամ չեմ ասում, ոչ ոք իրավունք չունի։ Դե թիմակիցները դե մեր թիմակիցներին ինչ հարց ունեք իրանց տվեք, ինձ տվեք այն ինչ որ ես ասում եմ։ Տրամաբանությունը։ Հիմա եթե այս մարդուն օծել են նախկինում ձեր կողմից ենթադրաբար պիղծ որակված մարդիկ։ Այդ ո՞նց է որ եղել, որ այդ ենթադրյալ պիղծերը օծել են այն ժամանակ ինքը օծված քահանա է եղել, հա, ընդունում եք եւ երկար տարիներ աշխատել է։ Հիմա նրա կողմից Չէ, պարոն Եղեգեյան, Պարոն Հարումյանը պատասխանի նոր պարոն Եղեգեյան։ Հիմա մի հատ պատասխան եք, էլի, ես ոնց ա լինում, որ օծելուց պիղծ չեն։ Ես ձեր հարցերի մեջ տրամաբանություն չեմ տեմ, կոնկրետ ձեր հարցերի մեջ։ Թողեք մենք Եղեգեյան մի վարքան։ Պարոն Ղալամյան, խնդրում եմ ասեք, ոնց ա լինում, որ օծելուց պիղծ չեն, կարգալույց անելուց պիղծ են։ Որովհետև կարգալույց անելուն իրան շարժարիթ ա ունեցել։ Օծելուց շարժարիթ չեն ունեցել։ Շարժարիթ ունեցել են, որ ինքը ուզեցել է եկեղեցուն ծառայ եւ միջև այսօր ծառայում է։ Հիմա չէ, տրամաբանականը անորեն մարդը ոնց կարող է միտեղ օրենք Դա ձեր ձևակերպումն է, իմ ձևակերպման բանորեն չի։ Չէ, այն ժամանակ բայց օրինական է, չէ, երբ որ օծել են։ Երբ օծել են օրինական է։ Նիկոլ Փաշինյանն այլ համարի անորեն դա կդառնաց այս համար անորեն։ Դուք ով եք։ Ես լրագրող եմ։ Չեմ տենում ձեր վեճը։ Միկրոֆոնը տեսնում եք։ Միկրոֆոն կապ չունի։ Հա, վեճը։ Լավ, հիմա դա ինչ կապ ունի եղել։